Սակայն տեսնում ենք, որ հաջողությունը այդքան էլ ակնառու չէ, գրեթե չկա։ Ինչ անել, որ ընդդիմության կոնսոլիդացիան լինի, ինչ անել, որ ընդդիմությունը կարողանա ինչ-որ բան փոխել, որովհետև տեսնում ենք, որ իշխանությունները իրենց օրակարգն են։ Որտեղ նայեմ, ասեք, որ նայեմ, որտեղ նայեմ, հա։ Այսօր ամենակարևորը, ինչ որ համենայն դեպս ես եւ իմ ընկերները տեսնում ենք, այսօր պետքա այդ եսը կոտրել մարդկանց մեջ այն լիդերների, որոնք որ կարող են, ունակ են ինչ-որ բան անելու, որոնք որ ունեն ուժ, կորով, որոնք ունեն ռեսուրս, ամենակարևորը, որպեսզի ինչ-որ բան փոխել։ Որովհետև մինչ այս օպոզիցիոն ուժերը ամեն մեկ իր եսներ բարձրացնում եւ ար ես լինեմ առաջինը, իմ վրա պետքա հույսը դնեք, դա պետքա հանել այդ արանքից, պետքա միանալ նպատակի շուրջ, հետո նոր հասկանալ, թե ով է ղեկավարելու այս երկիրը, ինչ արդեն ռեսուրսով եւ այլը եւ այլը։ Դա ամենակարևորն եմ համարում այս ստադիայի վրա։ Եվ եկեղեցու հետ կապված Փաշինյանի մտահոգությունը Դա շատ պարզ է, ակնհայտ է, որ վեհապարը բարձրացնելով արցախցիների եւ վերադարձը Ադրբեջան եւ նրանց իրավունքները եւ այլն, նա խանգարում է այն process-ին, որը որ տանում է Փաշինյանը, այսինքն Հայաստանի ամբողջ հանձնումը թուրքական իշխանության ազդեցության տակ, որը որ անընդունելի այն մարդկանց համար, որոնք կոփվել են, դաստիարակվել են եւ մեծացել են որպես հայ, որոնք հասկանում են, որ Թուրքի հետ ճանապարհ չկա անցնելու, որի ամենամեծ ապացույցն է Ծիծեռնակաբերդը եւ մեր համալիրը, որտեղ որ մենք գնում ենք, պատվում ենք այն միլիոնավոր մարդկանց հիշատակը, որոնք որ իրոք հավատում են, որ Թուրքիա կա ճանապարհ անցնելու եւ նրանց կարելի է վստահել եւ նրանք այսօր չկան։ Տարածաշրջանում Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ասում են, պատերազմից հետո թույլատրած վիճակը օբյեկտիվ այլընտրանք ունի Հայաստանի Հանրապետությունը, Այո, ունի, այդ դրա մասին ես չեմ ուզում հիմա խոսալ, մենակ այն պատճառով, որովհետեւ դա կդառնա զանազան սպեկուլատիվ ինչ-որ խոսակցությունների առարկա, դրա մասին չի մա խոսքը, այո կան ու այդ ճանապարհները հաստատ ավելի լավն են, քան այն ճանապարհը, որը ընտրել է Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի նպատակը վեհապարին հեռացնելն է, թե եկեղեցու հետ այլ պլաններ կան։ Եկեղեցին բարոյա հոգ է բանա զրկել ղեկավարությունից, որը որ իր օրակարգին դեմ է գնում։ Ինչով է խանգարում եկեղեցին իրեն, արդյոք այն ուժն է ներկայացնում, որ իսկապես նավտանգ է տեսնում։ Իհարկե, պատմականորեն հայ եկեղեցին եղել է հենց այն ուժը, որը որ տարել է ժողովրդի ճիշտ ճանապարհով, հանել է ժողովրդին պայքարի եւ բերել է հաղթանակների։